Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու մեր ձգտումը ոչ թե աշխարհաքաղաքական, այլ ժողովրդավարական ընտրության հարց է, որովհետև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը մեր կողմից որդեգրված են որպես ռազմավարություն։ Ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումները առավել ինստիտուցիոնալ եւ ժողովրդամետ դարձնելու համար առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե նոր սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը եւ երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն ժողովրդի հետ, Հայաստանի պետականությունը դարձնելով հարատև ու ժողովրդակենտրոն։ Տիկնակ եւ պարոնայք, հարգելի ներկաներ, 2026 թվականը աննախադեպ է լինելու Հայաստանի Հանրապետության միջազգային ներգրավվածության տեսակետից։ Մայիսին Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը եւ ես համայնքի բոլոր երկրների եւ կառավարությունների ղեկավարներին սիրով հրավիրում եմ մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը։ Այս գագաթաժողովը եվրոպական քաղաքական երկխոսության կարևոր հարթակ է, որի ձևաչափը բոլորիս հնարավորություն է տալիս հանդես գալ որպես մի մեծ համատեղ պատասխանատվությամբ կապված թիմ, որը պատասխանատու է Եվրոպայի եւ գլոբալ ներդաշնակության համար։ Իդեպ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովում էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Ֆրանսիայի եւ Եվրոպական միության կազմակերպած հանդիպման արդյունքներով առաջին անգամ պայմանավորվեցին Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը։ Իմ տեքստից դուք տեսաք, թե այս պայմանավորվածությունը ինչպիսի վճռական դերակատարություն ունեցավ եւ չափազանց կարևոր է այդ համաձայնությունը եւ Պրահայի այս համաձայնությունների ձեռքբերման հարցում ուզում եմ հատուկ ընդգծել հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առանձնահատուկ դերը եւ անհատական ջանքը։ Հարգելի նախագահող, ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ, տիկնակ եւ պարոնայք։ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ն էլ Հայաստանում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը եւ ինձ համար պատիվ է բոլոր երկրների եւ կառավարությունների ղեկավարներին հրավիրել մասնակցելու Երևանյան այդ համաժողովին։ Հույս ունեմ այդ ժամանակ արդեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում զեկուցած կլինեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը առնվազն ստորագրված է, Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը բացված, Թրիպ ուղի նախագծի ներդրումային ծրագրի մի մեծ հատված արդեն իսկ իրականացված։ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին եւ ձեռք բերված խաղաղությանը։ Համոզված եմ, Ադրբեջանի հետ սերտ երկխոսությամբ, տարածաշրջանային երկրների եւ միջազգային հանրության աջակցությամբ մենք այլևս երբեք չենք շեղվի խաղաղության ուղեգծից։ Կեցե երկխոսությունը, կեցե դիվանագիտությունը, կեցե խաղաղությունը։ Շնորհակալ եմ։ On behalf of the Assembly, I wish